Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 6։ Հարատև աճող հավատք։ Առաքյալներն ասացին Տիրոջը, ավելացրում էր հավատքը։ Ղուկաս 17:5 խոսք։ Այն մարդիկ, ովքեր ձևավորել էին Քրիստոսի մերձավոր շրջապատը, այստեղ իրենց ուսուցչից շատ կարևոր բան էին խնդրում։ Նրանք ցանկանում էին ավելի լավ հասկանալ հավատքի իմաստն ու ազդեցությունը։ Տեր, ինչ հավատք ես ուզում տեսնել մեր մեջ, քեզի հաճելի հայտնություն տուր մեզ, որպեսզի հասկանանք հավատքը իր ամբողջ իմաստով։ Առաջին հայացքից նրանց խնդրանքը գովելի է թվում։ Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ աշակերտները խնդրեցին այն Տեր Հիսուսից, քանի որ նրանք շփոթված էին։ Նախորդ գլխում Քրիստոսը շփոթեցրեց նրանց ասելով. «Քիչ բանի մեջ հավատարիմը, շատ բանի մեջ էլ է հավատարիմ»։ Արդ, թե որ անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունը ով կտա ձեր ձեռը։ Ղուկաս 16:10-11 խոսքեր։ Տեր Հիսուսը գիտեր, որ այդ մարդիկ ցանկանում էին խուսափել հավատքի պակաս կարևոր հարցերից, ուստի նա ասաց նրանց. «Եթե դուք հավատարիմ լինեք փոքր բաներում, այսինքն հավատքի հիմնական բաներում, հավատարիմ կլինեք ավելի մեծ բաներում։ Ուստի ապացուցեք, որ վստահելի եք հավատքի հիմնական պահանջներին, ուրիշ ինչպես կարող եք վստահելի լինել ավելի խորը աստիճաններում։ Եթե անկեղծ լինենք, ապա կխոստովանենք, որ նման ենք Տեր Հիսուսի աշակերտներին։ Մենք էլ ենք ուզում ուղիղ գնալ դեպի հավատքի ավելի մեծ հարցերին, որպեսզի ստանանք այն հավատքը, որը շարժում է լեռները։ Աշակերտների նման մենք հաճախ հավատքի մասին դատում ենք տեսանելի արդյունքներով։ Աստծո աչքերում իրական հավատքը կապ չունի աշխատանքի չափի կամ մեծության հետ, որը դուք ցանկանում եք անել։ Ավելի շուտ դա կապված է ձեր կյանքի կենտրոնացման և ուղղության հետ։ Աստծուն ոչ այնքան հետաքրքրում է ձեր մեծ տեսլականը, որքան այն, թե ով եք դուք դառնում։ Նա ավելի շատ շահագրգռված է նրանով, որ ձեզ գրավի ձեր ամբողջությամբ, քան նրանում, որ գրավեք աշխարհը նրա համար։